Եվը սրբազանից սպասում էի։ Դատական նիստը Շենգավիթի դատարանում Դավիթ Համբարձումյանի, որտեղ պիտի քննարկվեր Դավիթ Համբարձումյանի խափանման միջոց փոխելու հարցը չկայացավ, հետաձգվեց, որովհետև մեղադրող դատախազը, իդեպ ասեմ, որ ահա այս երիտասարդն է, Հայկ Ավետյան, սա նույն մեղադրող դատախազն է, որը մեղադրող դատախազ էր նշանակված Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով, երևի ահա այս երիտասարդ մեղադրող դատախազը ըստ էության անփոխարենելի է, որ նրան հիմա էլ այս գործով են ներգրավել, իդեպ նշեմ, որ Դավիթ Համբարձումյանի գործով սա 9-րդ այլևս մեղադրող դատախազն է, նշեմ նաև, որ որևէ տուժող ներկա չէր, այսինքն ըստ էության պիտի արձանագրենք, որ այս գործով, որը պարբերաբար ընդմիջումներով ձգվում է 2018 թվականից, իրականում որևէ տուժող չկա, որովհետև տուժողները դեռ 18 թվականին այսպես կոչված տուժողները հայտարարել էին, որ Դավիթ Համբարձումյանին մեղավոր չեն ճանաչում եւ բնական է, որ այսօր նրանցից որևէ մեկը այսպես կոչված տուժող ճանաչվածների դատական նիստին ներկա չէր եւ չնայած Դավիթ Համբարձումյանի պաշտպան Աթանեսյանի միջնորդությանը, որ քննարկվի Դավիթի խափանման միջոցի հարցը, որտեղ абսուրդ, ինչպես այս դատական, այլ մնացած դատական գործերը եւս, այդուհանդերձ նոր նշանակված մեղադրող դատախազը ժամանակ պահանջեց դատական գործին ծանոթանալու համար, դե բնական է չի հասցնում, ընդ Նարեկենց գործն է, ընդեղել է ինքը մեղադրող, ստեղել է ինքը մեղադրող եւ մնացյալ գործերում էլ կարող է այս երիտասարդը մեղադրող լինի, ֆիզիկապես ոնց հասկացանք ինքը չի հասցնում եւ այսպես այս հերթական դատական ֆարսի մի արարը համարում ենք ավարտված, հերթական абսուրդն է, հերթական քաղաքական դատական գործընթացն է